Գաղտնիք չէ, որ Գյումրին համարվում է ոչ միայն մշակութային, այլ նաև սպորտի քաղաք։ Տարիներ շարունակ տարբեր մարզաձևերում գյումրեցի մարզիկները տարբեր մրցություններում ապահովել են պատվավոր հորիզոնականները։ Աշխարհում էլ միշտ բարձր են պահել Հայաստանի պատիվը, բայց արի ու տես, թե գյումրեցի մարզիկն ինչ չափով է գնահատված և ինչ պայմաններում է մարզվում։ Գյումրու ազատ ոճի ըմբշամարտի դպրոցը տարիների պատմություն ունի և միշտ աչքի է ընկել լավագույն սաներով, ունեցել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, բայց թե ինչ պայմաններում է աշխատում մարզադպրոցը, մեղմ ասած, բազմաթիվ հարցերի առիթ է տալիս։ 2014 թվականին քաղաքապետարանի միջոցներով կդուրել վերանորոգվել է, ինչպես նաև մասնագի վերանորոգումներ է կատարվել մարզադպրոցում, մեծ պայմանը դա է, որ մարզադահլիճը հիմնական վերանորոգման կարիք ունի, կոսմետիկ վերանորոգում չի օգնի այլևս։ 2014 թվականին դիմել ենք Հայաստանի Հանրապետության սպորտի նախարարություն գույքի ձեռքբերման համար, խոստացել են, որ անպայման գույքը կօգնեն գույք ձեռք բերելու համար, որովհետև շատ թանկ է։ Ներկայումս մարզադպրոց հաճախում է 10-ից 22 տարեկան շուրջ 200 պատանի, խոստումներ կան, սպասելիքներ ևս, քանզի ինչպես իրենք են ասում, հույսը վերջինն է մահանում։ Խոստացել են, որ այս տարի նույնպես գումարով կօգնեն։ Իսկ հա Գյումրիի խաղերի մարզադպրոցում առկա է ջեռուցման խնդիր։ Տարածքը քարաշեն չէ, արդյունքում ջեռուցվող դահլիճ և անհարմար պայմաններ։ Ներկայումս կարող եմ ես իմ համար ասել, այս պահին մեր հիմնական խնդիրները միայն այս ջեռուցման խնդիրն է, որովհետև ձմեռվա այս շրջանում չեմ կարող պատկացնել ջեռուցել։ Քաղաքապետը Ամրանը ստեղերը Աշնան ավելի ճիշտ, ինքը ծանոթ է և ինքը խոստացել է, որպեսզի օգնի մեզ մյուս տարի ջեռուցման հարցով։ Մարզիչ Գագիկ Վարդանյանը մտահոգված էր նաև այն հանգամանքով, որ ջեռուցման պատճառով դժվարանում է նաև պարամունքների կազմակերպումը, որը ազդում է մարզիկների արդյունքների վրա։ Եթե տարվա մեջ 4 ամիս չպարապեք, ինչ կլինի, շատ կաստ չէ։ Դրա համար ստիպված մի կերպ այս որտեղ տակ է բանը խնդրելով կարողանում ենք պարապենք, գույնը հավաքական թիմը իրար հավաքենք պարապելու համար, ելույթ մեծ հնարավորություններ չունենք։ Պարոն Վարդանյանը կարևորելով առողջ ապրելակերպը ծնողներին հորդորեց չզլանալ և երեխաներին ուղարկել սպորտի։ Շատ դժվարացել է երիտասարդների ընդգրկել թիմի
ասած այս օգուտությունն ուր են գնամ, բայց էլ չեն մտածում, որ երեխեն առողջ կրնի, մարզվելով, ոչ թե տունը նստի կամպյուտերի դեմ, չգիտես ինչեր։ Ինչևէ, մարզադպրոցների խնդիրների լուծման մասով խոստումներ կան, տնօրեններին մնում է միայն սպասել։ Լուսինե Պողոսյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։